Միացյալ Նահանգների նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը և Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հանդիպմանը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ դեռ պետք է մտածի այդ մասին, քանի որ չի ցանկանում ժամանակ ծախսել և դատարկ հանդիպումներ ունենալ։ Չեմ պատկերացնում, ինչ կարող է դրանից դուրս գալ։ Նրանց ասել եմ, որ շփման գծում կանգ առնեն, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի կարծիքով Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը կարող է անցկացվել արդեն հաջորդ շաբաթ, սակայն ամերիկյան կողմը հայտնել է, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա։ Այնուհանդերձ ներդրումների և տնտեսական գործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Հունգարիայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Հայտարարություններով է հանդես եկել Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հավատացրել է, Կիևը պատրաստ է ավարտել պատերազմը և երկխոսություն վարել, հաշվի առնելով շփման ներկայիս գիծը։ Սակայն դիվանագիտության նկատմամբ Մոսկվայի հետաքրքրությունը մարել է, ընդգծել է Զելենսկին։ Բանակցություններում դադարի ֆոնին Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով թիրախավորել են Կիևի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի մարզերը և այլ տարածքներ։ Երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բազմահարկ շենքերում հրդեհներ են բռնկվել։ Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով շուրջ 20 մարդ է վիրավորվել, հայտնի է առնվազն 6 զոհի մասին, 2-ը երեխա։ Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ ուկրաինական ուժերն էլ հարվածել են Դաղստանում և Մոլդովայում արդյունաբերական օբյեկտների, զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով գիշերը խոցվել է ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք։ Համասը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել ևս 2 գերու մարմին։ Այս պահի դրությամբ շարժումը վերադարձրել է 15 պատանդի աճյուն հայտնի 28-ից։ Համասից նշում են, որ մարմինները գտնելու գործընթացը դանդաղում է, քանի որ դրանք կարող են գտնվել փլատակներում և անհայտ վայրերում։ Դոնալդ Թրամփը սպառնացել է համապատասխան գործողություններ ձեռնարկել, եթե պաղեստինյան խմբավորումը չվերադարձնի բոլոր աճյունները և խախտի հրադադարի ռեժիմը։ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում մեր դաշնակիցներից մի քանիսն ինձ վճռականորեն ասել են, որ իմ խնդրանքով կարող են մտնել Գազա և Համասին ցույց տալ իր տեղը։ Ես նրանց ու Իսրայելին դեռ ասել եմ սպասել, Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ փոխնախագահն էլ մեկնել է Իսրայել, նա ընդունել է, որ գերիների աճյունները գտնելու համար ժամանակ է պետք, քանի որ Համասի համար բարդ է դրանք գտնել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է ի վերջո կառավարելու հետ պատերազմյան Գազան, ես չունեմ դրա պատասխանը։ Այժմ հարկավոր է վերականգնել Գազայի հատվածը, հայտարարել է Ջեյ Դի Վենսը։ Նա հավելել է, երբ պաղեստինցիներն ու իսրայելցիները գոնե մի փոքր անվտանգություն ունենան, այդ պահից կմտածեն երկարաժամկետ կառավարման մասին։ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի մանդատը 3 տարով երկարաձգելու մասին բանաձևը։ Համապատասխան առաջարկով է հանդես եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 2 տարով էլ կերկարաձգվի Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում Թուրքիայի զինված ուժերի մանդատը։ Խորհրդարանի հաղորդագրության համաձայն նման որոշում է կայացվել հաշվի առնելով Իսլամական պետության և Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարելու անհրաժեշտությունը։ Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան շարունակելու է տարածաշրջանում կայունացման ջանքերը, նաև հավատարիմ է մնալու Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։